Շնորհակալ ենք բոլոր այն ունկնդիրներին, ովքեր հատկապես ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Փակ TV կայացման գործընթացի հաջող ավարտի համար։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին ինչպես միշտ եթերում է եւ մենք ողջունում ենք մեր բոլոր այն ունկնդիրներին, ովքեր մեզ միշտ աջակցում են եւ իհարկե արդյունքից օգտվելով մեկ անգամ եւս ուզում եմ շնորհակալ լինել բոլոր այդ մարդկանց, քանի որ առանց ձեր աջակցությամբ հավատացիք իսկապես շատ դժվար է հաղթահարել բոլոր տեսակի դժվարությունները։ Իսկ այսօր մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք մեր հանրահայտ իրավաբաններից մեկին Lev Group ընկերության գլխավոր տնօրեն, իրավապաշտպան Լևոն Բաղդասարյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Բաղդասարյան, օրեր առաջ համահայկական ուրախություն էր կարծես, ողջայնությունը շնորհավորում էր միմյանց Վարդան Ղուկասյանի ազատ արձակվելու փաստի հետ կապված, բայց ցավոք շուտով պարզվեց, որ դատարանը իրականում մերժել է նրան։ Սա ինչ է նշանակում, միթե արտաքսվելու է Վարդան Ղուկասյանը։ Նախ պարոն Վիշյան, թույլ տվեք 3 հայտարարություն եմ ցանկանում անեմ։ Առաջինը այսօր ձեր ծննդյան տարեդարձն է։ Սիրով շնորհավորում եմ։ Միայն գործի վարպետ եւ նվիրյալը կարա իր ծննդյան տարեդարձին լինի աշխատանքի մեջ եւ ծավալով աշխատի։ Շնորհակալություն ձեզ, որ կաք, մեկ անգամ եւս շնորհավորում եմ։ Թույլ տվեք նաեւ սիրով նվիրեմ ձեզ Սևակի լավագույն մտքերից այս փոքրիկ գիրքը եւ վերնագրված է ականջդ բեր ասեմ։ Ցանկալի է որպեսզի Շնորհակալություն։ Ինչու՞ չէ նաեւ որոշակի մտքեր ձեր եթերում օգտագործեք։ Երկրորդ հայտարարությունը, որ պետք է անեմ, պարտավորություն եմ վերցնում անելու, Աշխաբան Լուսիա Հակոբյանի տղան հանկարծամա է եղել, խորին ցավակցություններս Տիկին Լուսիային համբերություն եմ մաղթում, այնքանը որ կանոնով հանրային դեմք է Տիկին Լուսիան, բոլոր ցանկացողներ, ովքեր կցանկանան մասնակցեն օկեանգիստի արարողությանը, տեղեկացնեմ, որ տեղի ունենալու վաղը մարտի 21-ին Լյուար Սքո սրահում։ Եվ ձեր համբերությունը, այսպես ասած, շատ ննչանելով վերջի հայտարարությունը անեմ, ուրեմն համացանցում ընդհանուր նաև Lev Group-ի պաշտոնական կայքի կոմենտների մեջ տեղադրված է մի հայտարարություն Վարդան Ղուկասյանի նկարով եւ ասում է, որ փաստաբանական խումբը բոլոր այն շահագրգիռ անձիկ, ովքեր ունեն տեղեկություններ տալու, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի անօրինականություններ են գործում, կարող են զանգարել այսինչ համարով։ Տեղեկացնում եմ, որ դա Վարդան Ղուկասյանի, ոչ Վարդան Ղուկասյանի, ոչ Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբի հետ ոչ մի աղերս չունի, տվյալ անձիկ, ովքեր ցանկանում են պղտորի ջրում, այսպես ասած, ձուկ բռնելու, խորհուրդ եմ տալիս դուրս գան մեր տիրույթից եւ ավելորդ Շերլոկ Հոլմսություն չանեն։ Հիմա ձեր պատասխանին, այո, իրավամբ երեք ես պաշտոնական հայտարարեցի, որ դատանը վճիռ է կայացրել, որոշում է կայացրել եւ մերժել է պաշտպանական թիմի միջնորդությունը Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Ուշադրություն դարձրեք, պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի դատանը միջանկյալ դատական ակտ հրապարակի եւ Վարդան Ղուկասյանին անապաղ ազատ արձակի։ Ընդամենը դա է քննարկել դատարանը եւ դատանը գտել է, որ այս պահին Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու հիմքերը բավարար չեն։ Տեղեկացնեմ նաեւ, որ այդ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է նաեւ բողոքարկման օրենքով սահմանված կարգով այն կուսումնասիրվի եւ անհրաժեշտության դեպքում նաեւ բողոք կուղարկվի։ Այսինքն այն խոսակցությունները, որ իբր այս դատական ակտով Վարդան Ղուկասյանին արտահանձնելու են, իրականության հետ ոչ մի աղերս չունի, դրա հետ կապված դատական լսումները շարունակում են։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք ճիշտ եք ասում, որ Վարդան Ղուկասյանի փաստաբանները փաստորեն բացի ձեզանից հայեր չեն, ինչով է սա բացատրվում։ Պարոն Վիշյան, դա Վարդան Ղուկասյանն է այդպես ճիշտ համարել, որ իր փաստաբանները լինեն նրանք, ովքեր որ կան,
եւ դրա իրավունքը պատկանում է Վարդան Ղուկասյանին եւ դրանով թեման ավարտված է։ Կարծում եք, որ դա մեկնաբանության կարիք չկա։ Անձը տվյալ դեպքում Վարդան Ղուկասյանն է որոշում, թե իր փաստաբանական թիմում ովքեր պետքա լինեն եւ վերջինիս համաձայնությամբ են ներգրավել այդ փաստաբանները եւ եթե իմ կարծիքը հետաքրքիր է, ես կարծում եմ, որ ցանկալի կլներ, որպեսզի փաստաբանական թիմում լինեին նաեւ ամերիկահայ փաստաբաններ, զուտ մենտալիտետի եւ այլնի հետ կապված, բայց այս պայդրությամբ դրա կրողը, որոշողը պարոն Ղուկասյանն է եւ իրավամբ դրանով հարցը փակված է։ Պարոն Բաղդասարյան, փաստորեն սա իսկապես եզակի դատավարություն է եւ բնական է գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում։ Չկա մեկը, որ կարող է ասենք դա համարել այսպես ինչ որ ոչ կարևոր իրադարձություն։ Այնուամենայնիվ դուք որպես փորձառու փաստաբան, որպես անձնավորություն, ով առիթ է ունեցել նման բազմաթիվ դատավարությունների մասնակցել, ինչ եք կարծում, ինչ էֆեկտ կարող է ունենալ, ասենք Վարդան Ղուկասյանի այս դատավարության վերջնական վճռի հետ կապված միջամտությունները։ Ես որքան հասկացա, խոսքը վերաբերում էր համացանցում տարբեր խոսույթներ։ Այո, ես այն հասկացա։ Շնորհակալություն, կարևոր հարց տվեցիք, պարոն Ղուկասյան։ Նայեք, դատավորը դեռ վճիռ չկայացրած եւ համացանցում տարբեր խոսակցություններ են գնում, միմյանց շնորհավորում են, ասում են, որ վճիռը կա, որոշումը կա։ Միգուցե որոշ մարդիկ դա միտումնավոր են անում, միգուցե որոշ մարդիկ դա փորձում են սադրել։ Դուք պատկերացրեք, դատավորը խորհրդակցական սենյակում եւ դատավորին պայմանական տեղեկացնեն, որ արդեն շնորհավորում են միմյանց եւ ասում են, որ դուք արդեն որոշում եք կայացրել։ Դրա իրավական հետևանքները ես կարծում եմ ոչ այնքան դրական է, բխող բոլոր բացական հետևանքներով։ Միևնույն ժամանակ, գիտեք, ես արժանն եմ ցանկանում մատուցեմ այն բլոգերներին, ովքեր այս օրերի ընթացքում լուսաբանեցին։ Ես բոլորի անունը միգուցե չեմ էլ կարող տալ, ես չգիտեմ YouTube-ը ինչ ծրագրով է բերում, ասենք, երբ դու ինքդ փորձում ես մտնես համացանց եւ բերում է որոշ բլոգերներ, միգուցե ըստ լսելիության աշճանի, ես չեմ կարող ասել, բայց ես հասցրել եմ նայեմ Էդգար եւ Վարդան Ակոբյան բլոգերների, այսպես ասած, գործառույթները եւ արձանագրել եմ, որ վերջիներիս կողմից բավական մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի կարողանա տեղեկատվություն հասցնի այն անձանց, ովքեր որ ցանկանում են լսել, իսկ այդ անձիկ բավականին շատ են, երևի 100,000-ներով եւ եթե չլինեին նաեւ այդ կարգի ինֆորմացիոն գործառույթները, ես կարծում եմ փչացած հեռախոսի էֆեկտը ավելի շատ էր լինելու, ինչ ասես, որ կարող են Գրեգորի եւ այդ անձիկ եւ այլ անձիկ թողներվեն, ես չգիտեմ անուններով, որոշակի կարողանում են եղած տեղեկատվության բազայով որոշակի ինֆորմացիա տան։ Իրոք իրավամբ ես արձանագրում եմ, որ չլինելով, նախ գիտեք, Վարդան Ղուկասյանի գործը մի ակնհայտ արագ ձևով տարածվեց ամբողջ աշխարհում եւ բազմաթիվ անձիկ, բազմաթիվ մարդիկ անունը կդնենք համակիրներ, անունը կդնենք նվիրյալներ, անունը կդնենք հետաքրքրասերներ, բոլորը ցանկանում են վերցնել տեղեկատվություն, ինֆորմացիա եւ դրա կրողները, այսպես ասած, կոպիտ ասած, կոորդինատոր, որպես այդպեսին չկա։ Եվ ես նաեւ ուզում եմ ցանկանում եմ արժանին մատուցեմ հայաստանյան լրատվությանը, իդեմս իրավունք մեդիայի, իդեմս Ազատություն ռադիոկայանի, շնորհակալություն նաեւ Փակ TV-ին, Հրապարակ թերթին, Նյուզեմին, այսինքն այն լրատվամիջոցները, ովքեր կարողանում են այս ընթացքում որպես պրոֆեսիոնալներ իրացնել իրենց լրագրողի իրավասությունները, լիազորությունները,
Ընդհանրապես դրա հետ կապված ես դա կարող եմ ասել ու շատ ցանկալի է որպեսզի կարողանան տեղեկություն տարածողները վերցնեն պաշտոնական տեղեկություն ինքս որպես իրավապաշտպան պատրաստական եմ տալ տեղեկատվություն այն տեղեկատվությունը իհարկե որը որ բխում է Վարդան Ղուկասյանի եւ ինչու՞ չէ նաեւ Վարդան Դացյանշայից միանշանակ պատրաստ եմ տեղեկացնեմ իսկ ինչ վերաբերում է այդ կողքի լուրերին փչացած հեռախոսի տարբերակով ես ցանկանում եմ որպեսզի եւ ինֆորմացիա տարածողները եւ ինչու՞ չէ մեր քաղաքացիները բացառապես իգիտություն ընդունեն պաշտոնական տեղեկատվությունը Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ հիշեցնել, որ մեր զրուցակիցը մեր հանրահայտ իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանն է։ Պարոն Բաղդասարյան, ասենք այնպես զարգանան իրադարձությունները, որ Վարդան Ղուկասյանը հայտնվի Հայաստանում։ Դուք պաշտպանելու եք դրա շահերը։ Պարոն Վիշյան, նախ ես մոռացա Ամերիկայի հետաքննող լրագրող Գայանե Մանուկյանին, վերջերս ես նայեցի իր տված հարցազրույցը ամերիկյան լրատվամիջոցներից մեկին երևաց պրոֆեսիոնալ լրագրողը եւ ինֆորմացիան, որը վերջինս տվեց նաեւ երրորդ հանձնած համար, ովքեր հայեր չեն։ Ձեր հարցի հետ կապված իմպերատիվ եմ արձանագրում, ոչ չեմ կարողանալու հիմա ասեմ ինչի։ Նախ ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանին, այն դատարանին, որտեղ քննվում է այս գործը, ես պաշտոնապես տեղեկացրել եմ հետևյալը, որ ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե Վարդան Ղուկասյանը այսօր լիներ Հայաստանի Հանրապետությունում, եւ ես իր ներկայությամբ, ֆիզիկապես իր ներկայությամբ, ես կարողանայի ներկայացնել իր շահերի պաշտպանությունը եւ այո ինձ համար ավելի հեշտ կլիներ ապացուցելու, որ այն մեղադրանքները որոնք որ այսօր կան շինծու են եւ սի եւ բացարձակ աղերս ունեն Վարդան Ղուկասյանի կատարած գործառույթների հետ եւ բացառապես դրանք քաղաքական հաշվեհարդարի հետ կապված աղերս ունեն, այսպես ասած, հա։ Միևնույն ժամանակ ես Ամերիկայի դատարանին տեղեկացրել եմ, որ իմ գրավոր դիրքորոշման մի փոքր մասում տեղեկացրել եմ, որ այնպեսի տպավորություն չստացվի, որ Հայաստանում դատարաններ չկան, Հայաստանում դատական իշխանությունը չի գործում, արդարությունը չի գործում, ոչ, Հայաստանի Հանրապետությունում կան դատական ակտեր եւ այնքանով որքանով Հայաստանը ինքը ռոմանո-գերմանական իրավական համակարգի տիրույթում է գործում եւ եվրոպական ընտանիքի համայնքում է, մենք բազմաթիվ գործեր ունենք դատական, որոնք ցուցանիշային էտալոնային դատական ակտեր են, ինչը նաեւ նախադեպային ակտեր են դատական համակարգում, բայց բոլոր այն գործերով, որտեղ որ կա քաղաքական հետք, դատական իշխանություն, իմ կարծիքն է եւ ես իմ ներքին համոզմունքն է նաեւ դատական իշխանություն որպես այդպեսին գոյություն չունի։ Եվ ցավոք սրտի շատ գործերով դատավորը, նախագահ դատավորը բացառապես գտնվում է գործադիրի ազդեցության տակ։ Գիտեք, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործում է ինստիտուտը երդվյալ ատենակալների, ցավոք Հայաստանում դա չկա, եթե երդվյալ ատենակալները տասնյակներով են եւ շատ դժվար կլինի գործադիրի կողմից վերջիներիս կաշկանդելու, ապա մեր մոտ մեկ դատավոր է եւ բոլոր այն հետևանքները, ինչը որ մենք ականատես ենք լինում։ Եվ այո, Վարդան Ղուկասյանի պարագայում ուղղակի անթույլատրելի է, որպեսի վերջինս աթաքսվի Հայաստանի Հանրապետություն։ Ինչի, որտեղ բազմաթիվ կոռուպցիոն սխեմաներում Վարդան Ղուկասյանը նաև փաստեր ներկայացնելով տվել է իր գնահատականը, ինչպես նախկին պետական լիազոր մարմինների պաշտոնյաների, այնպես էլ ներկա պետական լիազոր մարմինների պաշտոնյաների գործառույթները եւ տվյալ պարագայում չկա երաշխիք, որ վերջինս գտնվելով Հայաստանի Հանրապետությունում իր կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։ Ես իմպերատիվ եմ հայտարարում եմ եւ տեղեկացել եմ նաեւ նահանգների այդ դատարանին, որ ռիսկը բավականին մեծ է։
Իդեպասե որ մեր ունկնդիրներից շատերին հետաքրքրում է մի այսպիսի հարց եւ վերջո երբ կավարտվի այսքան կարծես ձգձգվող Վարդան Ղուկասյանի դատավարությունը ի վերջո երբ վերջակետ կդրվի այս գործին։ Նախ մի հետաքրքիր արձանագրում անեմ, ուրեմն օրեր առաջ բոլորը միայն շնորհավորում էին, որ Վարդան Ղուկասյանը ազատության մեջ է լինելու, ազատության մեջ է արդեն անգամ, դատանը արդեն որոշումը կայացրել է, ինչպես դոգը կասեր գրուտ պեչատուկ, եւ արդյունքում մենք ունեցանք հակառակ դատական ակտ, մեկ անգամ եւս ցանկանում եմ կրկնում եմ միգուցե այդ դատական ակտը բացառապես վերաբերում է Վարդան Ղուկասյանին անապահ ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանական խմբի միջնորդության, ոչ թե հիմնական գործին։ Եվ պարոն Մաշյան, ինքս ինձ համար որպես իրավապաշտպան ինչ հայտնաբերեցի։ Դատական ակտից հետո ոչ մեկը, այսպես ասած, չքննադատեց, չհայոյեց դատարանին։ Շատ կարևոր դա ինստիտուտ է, շատ կարևոր մշակույթ է, որ ես նաև ցանկանում եմ, որպեսզի մենք ունենանք նաև Հայաստանի Հանրապետությունում։ Եվ գիտեք, կոնկրետ այս գործով նախ ամերիկյան դատարանները գործը քնում ավարտում են որպես կանոն ողջամիտ ժամկետներում, հա, գործը իրանից որոշակի բարդություն է ներկայացնում եւ այնտեղ որպես այսպես ասած մի քանի հարցերի գնահատական պետքա տա ամերիկյան դատանը, ես կարծում եմ ողջամիտ ժամկետում դա մի քանի ամսվա ընթացքում այդ խնդիրը կարծում եմ օրակարգում կլուծվի եւ կարծում եմ վստահ եմ արդարադատություն կիրականացվի եւ նման այս գործի շրջանակում ես ուզում եմ ասել հետեւյալը գործը որպես այդպեսին պարոն Ղուկասյան իմ իմպերատիվ կարծիքով դատախազության դիմումը ենթակա է մերժման եւ նման դեպքում եթե Ամերիկայի դատարանը հակառակ դատական ակտ կայացրեց, ապա դրա այսպես ասած պատասխանատվության կրողը պետք է լինեն բացառապես փաստաբանները, բացառապես ես պետք է լինեմ։ Այսինքն, եթե նժարի վրա մենք դնում ենք այն խնդիրը, որ այսօր ներկայացված է դատախազության կողմից եւ դատանը պետք է գնահատական տա, ավելի քան հիմքերը բավականին պինդ եւ ամուր են պաշտպանական կողմի, որպեսզի դատարանը կարողանա գնահատական տա եւ հայցը մերժի, այսպես ասած հայտը մերժի։ Ու եթե նման դեպքում դատանը իսկ ամերիկյան դատարանին կասկածը դատական իշխանության այդ որակը եւ կասկածը եւ ռիսկը բավականին ցածր է, շեմ հավասար համարյա 0-ի։ Եվ եթե նման դեպքում դատանը պետք է հակառակ որոշում կայացնի, ի վնաս Վարդան Ղուկասյանի կայացնի, ուրեմն դրա բացառապես կրողը եւ մեղավորները պետք է լինեն փաստաբանական թիմ, այսօր որ սպասարկում է, նաեւ իդեմս ինձ շատ կարեւոր հայտարարություն եմ անում։ Եվ մեկ անգամ եւս արձանագրում եմ շատ կարեւոր մի մշակույթ ձևավորենք նաեւ Հայաստանում։ Շատ հաճախ դուք պատկերացրեք, եթե դատական process-ը լիներ Հայաստանում, եւ այս ազատության հետ կապված դատան հակառակ որոշում կայացրեք։ Դուք տեսեք համացանցում ինչեր էին գրելու, դատավորով 7 պորտով կաշառված լինել է բան եւ այլն։ Այս իրոք ցանկանում եմ Հայաստանում եւս այդ մշակույթը ձևավորվի, որ յուրաքանչյուր իր տեղում դերում լինի եւ ամեն ինչ չի որ պետքա գցել դատանի վրա, ամեն ինչ չի որ պետքա գցել դատավորի վրա։ Կներեք ամեն ինչ չի որ պետքա գցել գործադիրի վրա։ Յուրաքանչյուր իր տեղում դերում իր պատասխանատվության չափ ու սահմանը պետքա լինի։ Այս դրանով են պայմանավորվում այն մշակույթը, այն գործառույթը, որը որ պետքա կիրառվի նաև մեր երկրում։ Գիտեք, բավականին այս ընթացքում բավականին լավ գծեր, լավ որակներ ես տեսա այդ երկրում, իրավական համակարգում իհարկե, որը շատ ցանկալի է նաև կիրառել Հայաստանի Հանրապետություն։ Ավելին ասեմ, ես ժամանակին ասել եմ, հիմա էլ եմ կրկնվում, որ անգլոսաքսոնական իրավական համակարգ ես կցանկանայի, որպեսզի կիրառվեր Հայաստանում նաև։ Գիտեք, ես պիտի ասեմ եւ մեր ունկնդիրների նույնպես, որ պարոն Բաղդասարյանը իսկապես այն եզակի փաստաբաններից, իրավապաշտպաններից է, որին բոլորն են հավատում, վստահում, ամենակարևորը, որ իր թույցեր են կապում մարդիկ։ Բացառություն չէ այս առումով նաև Վարդան Ղուկասյանը, պարոն Բաղդասարյան, նա ամենևին էլ պատահական չէ, որ հենց ձեր օգնությանն է դիմել եւ համոզված է, որ դուք անաչառ կկատարեք բոլոր այն պարտականությունները, ինչը սովորաբար
դրված է փաստաբանի իրավապաշտպանի վրա։ Այս մարդկային որակները, որ դուք ունեք բարձր, սրանք չեն խանգարում ձեզ այս նման բարդ դատավարությունում հասնել հաջողության։ Շնորհակալություն նման գնահատականի համար պարոն Հուշյան, դա իրոք պարտավորեցնում է եւ ինձ հաճախ են հարց տալի։ Օրինակով չեմ բերի, հաճախ են հարց տալիս, ասում են, լավ, ոնց կարաս դու այս ինչ կուսակցության անդամին պաշտպանես, հետո զուգահեռ դրա հակառակ անդամին պաշտպանես, ոնց կարաս իրար հակառակ բևեռների անձանց պաշտպանես եւ հարց են բարձրացնում օդում, լավ, այդ մարդիկ էլ վերջի մարդը չեն այս երկրում, ոնց են վստահում նա ասենք իրավապաշտպանին, երբ ասենք կես տարի առաջ պաշտպանել էր կոպիտ ասած իր հակառակորդին, չեմ ուզում ճշնամի բառ ասեմ, եւ հիմա իրան է պաշտպանում։ Գիտեք, երբ ես 2001 թվականին որոշում կայացրեցի, որ պետք է մտնեմ իրավապաշտպան հարթակ, ես Աստծո առաջ երդում տվեցի, որ իրավունքը ինձ համար լինել է գիտություն բարև արդարի մասին, եւ բացառապես ես պետքա պաշտպանեմ ոչ թե մարդուն, այլ մարդուն իրեն առաջադրած մեղադրանքից։ Դա այդ աստվածային իրավանորմի այդ խաղի կանոնը դրված աստվածաշնչով հենց Հիսուսի կողմից, եւ ես չգիտեմ դա որքանով է ստացվում, ուղղակի բանը 2-3 դրվագ կա, որը իմը չի, ես այսպես ասած անբաշար կլնեմ պաշտպանելու, դա դավաճանությունն է, որը աստվածաշնչով անգամ պաշտպանության կարիք չի զգում, դա Հուդայի օրինակներ, որ առանց պաշտպանության, եւ այսպես ասած նարկոտիկն է, որի ոլորտում ես բավականին այսպես ասած գիտակ չեմ, անգրագետ եմ եւ ավելին արգելել եմ իմ գրասենյակի փաստաբաններին, որպեսզի այդ կարգի գործեր վերցնեն։ Մնացած բոլոր գործերով ունակ եւ թող ներվի նաեւ բռնաբարությունը եւ մանկապղծությունը։ Մնացած բոլոր գործերով անկախ նրանից ով է տվյալ անձը իր կյանքում եղել, իրանից ինչ է ներկայացնում եւ այլն, ես պատրաստակամ եմ պաշտպանեմ վերջինիս շահերը իրան առաջադրված մեղադրանքից։ Մի առիթով երբ ես բաց նամակով դիմեցի երկրի վարչապետին հետևյալ բովանդակությամբ կարևոր է միգուցե կրկնվեմ նաեւ Պարոն Հուշյան, նայեք, այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների դատանում քննվում է գործ 2023 թվականի դատախազի ուղարկած հայտնա։ Ինչ ասում է այդտեղ դատախազը։ Ասում է գործը հարուցել ենք, ծանր քրեական գործերը հարուցել ենք, նախաձեռնել ենք վարույթները, մեղադրանք առաջադրել ենք։ Վարդան Ղուկասյանը Ամերիկայում է, չենք կարող գործը քննենք, գործը կասեցնում ենք, տվեք ինձ իրան։ Հետո 2025 թվականին նույն դատախազի նույն վարույթ իրականացնող մարմինը գործը կասեցումից հանում է, դրանից հետո բանա հերավար վարույթ է իրականացնում, քննություն է իրականացնում, բայց քննվում է 23 թվականի գործը, այսինքն հիմա գտնում է վարույթ իրականացնող մարմինը, որ հերվում է գտնվում Վարդան Ղուկասյանը, կարա գործը քննի ուղարկի դատարան կամ արդարացնի, բայց 23 թվականի գործը Ամերիկայի դատարան քննվում է։ Դիմելով վարչապետին ես ասել եմ, որ նման դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգների դատանում մարդիկ են նստած, ովքեր իրավաբաններ են, տալու են դրա գնահատականը։ Հետ կանչեք դա, հետ կանչեք, որտեղ կարճ է տևելու, չգիտեմ 1 ամիս հետո, 2 ամիս հետո դրա գնահատականը կտան։ Ես ինչի այս էպիզոդը հիշեցի, որ այդ դիմելով պարոն Փաշինյանին, նաև ես հետևյալ հղումն եմ արել, որ անկախ նրանից ով է այդ անձը, այսօր Վարդան Ղուկասյանն է, թող ներվի, վաղը նաև չի բացառվում, դուք կլնեք, պատրաստ եմ ես խախտված իրավունքը պաշտպանեմ։ Այո, խախտված իրավունքը։ Այսօր Վարդան Ղուկասյան իրավունքը տոտալ ձևով խախտված է։ Ինչ է ուզում այսօր Հայաստանի կառավարությունը, ասում է՝ տուր ինձ բխող դրա բացական հետևանքների կրողը վաղը լինելու Հայաստանի կառավարությունը, որովհետև Վարդան Ղուկասյանին Հայաստանում կամ սպանելու են, կամ Վարդան Ղուկասյանը, այսպես ասած, իր հեղինակությունով գալու է իշխանության։ Եվ դրա պատասխանատուն կրողը ես չեմ ցանկանա, որպեսզի լինի այդ ռիսկը վերցնի իր վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Սա ասում եմ ամենայն պատասխանատվության զգացումով։
Պարոն Բաղդասարյան, շնորհակալ եմ մեր այսօրվա հանդիպման համար եւս։ Կարծում եմ, որ առաջիկա զարգացումները երևի ցույց կտան, թե ինչպես կընթանա այս գործընթացը կապված Կուկասյանի անձի հետ եւ առիթի դեպքում մենք էլ կփորձենք ձեզ նորից հրավիրել տաղավար, քանի որ դուք իսկապես շատ հետաքրքիր, այսպես բացատրություն եք տալիս այդ գործի ընթացքին։ Շնորհակալ եմ։ Ես եւս շնորհակալ եմ։ Շեյ բարեկամներ, Լև փաստաբանական Լև գրուպ ընկերության գլխավոր տնօրեն մեր ճանաչված իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանն էր այսօր Փակ TV-ի տաղավարում։ Սպասեք նրան առաջիկայում եւս։ Ցտեսություն։